Հեմինգուեյն իր ծերունին եւ ծովը ստեղծագործության մեջ ասում է, որ մեծահասակները շուտ են արթնանում, որպեսզի իրենց օրը երկար լինի։ Սկզբից դարձավ պարտականություն։ Հետո կապվեցի։ Իսկ հիմա առանց իրենց չեմ կարող։ Այ ես 14 օր ինչ գտնվում եմ այստեղ, բայց կարոտել եմ։ Այն բախտավորներից, երջանիկներից մեկն եմ, ով ունի 160 տատիկ եւ պապիկ։ Իրենք իմ համար ամենախոցելի, ամենասիրելի շերտն են, տատիկ պապիկները, իսկապես որոնցից կարելի է սովորել եւ այո, որոնց պարտավոր ենք սիրել եւ հոգ տանել, եթե լավ մարդ են։ Կա մի արտահայտություն, որ անհատը հայրենիք չունի։ Ցավոք, այդ արտահայտության վերնագիրը միայն մեր ազգի համար մնաց։ Ցավոք սրտի մեզ հայերից բախտ է վիճակվել ունենալ մեծ սփյուռք եւ դա չի եղել լավ ճակատագրի հետևանքով եւ մեր հայրենակիցների մի մասը, եթե ոչ մեծ մասը սփռվել է եւ ցավոք սրտի հիմա եւս արտագաղթը ահագնացած է։ Շատերս ենք այդպես ասում, այդ թվում նաեւ ես ասում եմ պիտի վերադառնամ անպայման, հեսա սա էլ անեմ, նա էլ անեմ, անպայման վերադառնալու եմ։ Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրոհե պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա օնլայն shop.grohe.am։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր Ելակետի տաղավարում հյուրընկալել ենք դերասանուհի Աննա Նուրիջանյանին։ Բարև ձեզ Աննա։ Բարև ձեզ։ Բարի գալուստ հայրենիք։ Շնորհակալ եմ հարգելիս։ Վերջին անգամ երբ եք եղել Հայաստանում։ 3 տարի առաջ։ Շատ լավ է։ Աննա, ինչպիսի ընտանիքում եք մեծացել։ Ես ծնվել եմ հայկական ավանդական ընտանիքում, որտեղ մեծացել են եւ դաստիարակվել են 4 երեխա, 3 աղջիկ եւ 1 տղա։ Ծնողներս արմատներով Սյունիքից են, Կապան քաղաքից։ Հայրս մասնագիտությամբ ճարտարապետ է, եկել է Պոլիտեխնիկ Երևանում սովորել է այնտեղ էլ ամուսնացել են մորս հետ, այտենց ստեղծվել է մեր փոքրիկ, բայց ջերմ ու շատ հարազատ ընտանիքը։ Հետաքրքիր անցած ճանապարհ ունեք, սկիզբը սկսվել է Երգի պետական թատրոնից։ Խոսենք։ Սկսվել է Հայկանուշ Դանիելյանի անվան դաշնամուրային դպրոցից, 7-ամյա դպրոցից, որ ավարտելուց հետո արդեն դպրոցն էլ ավարտեցի, տեղափոխվեցի Երգի պետական թատրոն, գլխավորությամբ Արտուր Գրիգորյանի։ Շատ հրաշալի տարիներ էին, 2 տարի վայելեցի լավ պրոֆեսիոնալ դասախոսների դասերը, լեկցիաները, որոնք իմ կյանքում շատ կարևոր դեր ու նշանակություն ունեն։ Հրաշալի։ Ինչը տարավ ձեզ արդեն դեպի դերասանուհու կարիերա, թատերական ինստիտուտ։ 6 տարեկանից ես բազմիցս ասել եմ եթերների ժամանակ, չեմ ուզի կրկնվել, բայց դա իմ երազանքն է եղել, որի համար ես չեմ փոշմանել, որովհետև դա միակ մասնագիտությունն է, որ ես միշտ երազել եմ ունենալ եւ շնորհակալ եմ դրա համար։ Թատերական ինստիտուտում սովորել եմ Նիկոլայ Ծատուրյանի անվան արվեստանոցում։ Շատ բան եմ սովորել այդ տարիներին։ Շատ հետաքրքիր եւ իմաստալից տարիներ են եղել։ Ոչ միայն գիտելիքի առումով, այլ նաեւ կյանքում ունեցած քո բոլոր դժվարությունների ժամանակ դու կարողանում ես օգտագործել այդ ապրած եւ լսած հետաքրքիր դասերից քաղած իմաստությունը եւ կարողանում ես հաղթահարել քո բոլոր տեսակի դժվարությունը։ Ես շնորհակալ եմ այդ տարիներին։ Դժվար չէր արդյոք ունենալով նման կրթություն, անցնելով նման ճանապարհներ, հետո հայտնվել Ամերիկայի պես երկրում ու նորից սկսել զրոյից ամեն ինչ։ Գիտեք, երբ հայտնվեցի այնտեղ, բազմաթիվ ընկերներ գտա, որոնք Հայաստանից տեղափոխվել էին Ամերիկա։ Ու սկսեցի իրենց հետ ընկերություն անել։ Ես ստեղծեցի իմ փոքրիկ Հայաստանը, իմ ընկերների միջոցով, իմ Երևանը, իմ ինստիտուտը, իմ այդ տարիների ընթացքում ապրած հիշողությունների հիման վրա կառուցեցի այնտեղ մի փոքրիկ Երևան, ինձ համար, իմ հոգուն հարազատ։ Իհարկե դժվար էր։
Շատ դժվար էր։ Բայց երբ որ ծնվեցին երեխաներս եւ ես արդեն դարձա մայրիկ, այդ դժվարությունը տեղափոխվեց մի հետաքրքիր դաշտ, որտեղ արդեն փոխվեց իմ կերպարը։ Կարոտած աղջնակը դառնում է մայրիկ եւ փորձում է դաստիարակել երկու երեխա արդեն իսկ հայկական ոգով։ Միևնույնն է Հայաստանը չեմ մոռացել, երբեք չեմ մոռանա եւ ինչ որ կանեի Երևանում, Հայաստանում իմ երեխաների դաստիարակության համար, նույնը անում եմ այնտեղ, միշտ խնդրում եմ, պահանջում եմ, որ հայերեն գրել կարդալ իմանան, հայերեն խոսեն, հայերեն մտածեն, լեզվամտածողությունը շատ մեծ նշանակություն ունի։ Շնորհակալ եմ։ Դուք շատ գրագետ հայերեն եք խոսում, շատ մաքուր հայերեն եք խոսում, ինչ շատերը Հայաստանում անգամ այդպես չեն խոսում։ Ձեր երեխաներին դժվար չէ արդյոք երկու լեզու, չէ՞ որ իրենք այնտեղի միջավայրում են ապրում եւ չի խանգարել դա երբևէ իրենց։ Իրականում շնորհակալ եմ առաջինը իմ երեխաներին, որոնք ընդունեցին այդ առաջարկը գնալ հայկական դպրոց եւ շնորհակալ եմ այնտեղ գտնվող բոլոր հայկական դպրոցներին շաբաթօրյա, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի կարողանան երեխաներին գիտելիք փոխանցել։ Երեխաներին իհարկե դժվար է, երկուշաբթիից ուրբաթ նրանք գտնվում են ամերիկյան դպրոցում, որտեղ ընկերների մեծ մասը խոսում են անգլերեն։ Բազմաթիվ հայեր կան։ Գալիս են տուն, արդեն տանը մենք խոսում ենք միայն հայերեն։ Պատճառներից մեկը նաև, որովհետև ես գիտեմ, որ ես մի օր տեղափոխվելու եմ հետ Հայաստան, եւ ես շատ եմ ուզում, որ իրենք գրել կարդալ իմանան, հայերեն խոսեն ու երբեք տարբերություն չդնեն այստեղի հայի եւ իրենց մեջ։ Հայերեն խոսելը, հայերեն մտածելը շատ կարեւոր գործողություն է մեզ բոլորիս համար։ Հակված եմ դրան։ Այս տարիների ընթացքում միևնույն է դուք շարունակում եք Ամերիկայում ստեղծագործել, միջոցառումներ տարբեր կազմակերպել, ուրախ տրամադրություն ապահովել, նաև ես կարդացել եմ ձեր գրածներից, այդպիսի իրավիճակ է ստեղծվել, գիտեմ, որ ստեղծագործում եք նաև, գրում եք։ Մի քիչ պատմենք նախ ձեր այնտեղից զբաղվածության մասին եւ ստեղծագործելու մասին խոսենք ձեր, որ բանաստեղծություններ եք գրում, ստեղծագործում եք։ Ձեզ մոտ ջիղը որտեղից է, այն որ ունեք լեռնային արմատներ, Սյունիքից այն էլ, պարզ է, գրողներից շատերն են լինում, որտեղից է ձեզ մոտ ջիղը եւ արդյոք չեք ուզում, չգիտեմ, գիրք հրապարակեք, ինչ որ այդ ուղղությամբ ինչ որ աշխատանքներ տանեք։ Նայեք, իրականում ես ամեն վարքյան եմ ստեղծագործում։ Ես կարող եմ նայել դրսում գտնվող կանաչ ծառին ու դա ինձ համար մի գաղափար լինի, ինչ որ մի բան գրեմ, մի երգտող կամ չգիտեմ, մի երգ, մի երաժշտության բառեր չեմ իմանում։ Ստեղծագործել իմ կյանքում շատ կարևոր երևույթ է։ Երեխաներիս հետ շփվելուց, խաղալուց, ինչ որ մի թեմա քննարկելու ժամանակ էլ այդ ստեղծագործելը գալիս։ Երբ որ դու կյանքում լինում ես շատ կյանքային, երբ տարբեր իրավիճակների ժամանակ կարողանում ես վերցնել ամենակարևորը, ամենաիմաստունը, ամենահումորովը եւ ամենահետաքրքիր թեման, դա քեզ համար դառնում է ստեղծագործական մեծ բազա։ Փոքր ժամանակվանից եմ այդպես եղել։ Ուղարկում էին դպրոց դասի, գնում էի ուրիշի դասարան, որպեսզի հանդեսների մասնակցեմ, ուղարկում էին, ասենք, Դաշտամուրի դպրոց, իսկ այդ դրա ետևում կար թատերական մեծ խմբակ, դասատուին ասում էի, ես ուզում եմ գնալ թատրոնի այդ խումբը, տեսնել այդ ներկայացումը, սպասեք, հիմա կգամ, իմանալով այդ ջիղը իմ մեջ, հնարավորություն էին տալիս, որ ես կարողանամ գնամ եւ տեսնեմ եւ մասնակցեմ։ Առանց ստեղծագործելու չեմ կարող ապրել։ Եվ այդ երևի ցանկությունս մեծ էր, փորձեցի մի քանի ստենդափներ գրել, որտեղ մեջը շատ բան կար կուտակված եւ մենակ ներկայանալ բեմից, ստացվեց եւ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր որ հավատացին, գնեցին այդ տոմսերը, եկան, մասնակցեցին եւ կարողացա որոշակիորեն ազդել նրանց տրամադրության վրա։ Առանց ստեղծագործելու ապրել ինձ թվում է հնարավոր չի։ Այո, հատկապես ստեղծագործող մարդկանց համար դա անհնար է։ Խոսենք շատ առանցքային, ձեզ համար առանցքային դարձած, շրջադարձ արած նոր աշխատանքի մասին, Վիկտորի առողջապահական կենտրոնի մասին, որտեղ մեր նախնական զրույցում նշեցիք, որ ձեր կյանքում մեծ նշանակություն ունի եւ այսպես շրջադարձ է արել։
շատ հետաքրքիր թեմա է մեծահասակների հետ կապված եւ միայն նուրբ հոգի ունեցող մարդիկ են, որ կարողանում են մեծահասակների հետ աշխատանքը այդպես գնահատեն, այսպես ասեմ, եւ այդ հոգեբանական կապը, իրենց կարգավիճակը մեծահասակները միշտ գտնվում են լրիվ այլ փուլում։ Դա խոսում է իհարկե ձեր նուրբ հոգու մասին ու նույնիսկ իրենց հետ կապված ստեղծագործ են։ Պատմեք այս մասին։ Վիկտորի առողջապահական կենտրոնը, որը գտնվում է Գլենդել քաղաքում, ունի շատ հետաքրքիր գեղեցիկ պատմություն։ Արդեն կլրանա 26 տարին, որ այդ կենտրոնը կա։ Ինչով է հատուկ մեր կենտրոնը։ Այնտեղ ընդունված գրեթե բոլոր աշխատակիցները եւ այցելուները արդեն 20 եւ ավել տարիներ միասին ամեն օր իրար տեսնում են։ Գաղտնիքը սերն է։ Սպասարկման ոլորտի մեջ սերը շատ մեծ նշանակություն ունի, հոգատարությունն է։ Աշխատակիցների համար այցելուները պարզապես մարդիկ չեն, որոնք գալիս են որպեսզի նրանց սպասարկենք, չէ, ընտանիքի անդամ են։ Աշխատանքը սիրով է արված։ Դրա համար էլ կենտրոնը 26 տարի է գործում է, ունի բազմաթիվ մասնաճյուղեր եւ շնորհակալ եմ տնօրինությանը, այդ թվում պետք է նշեմ պարոն Պերճ Կարապետյանին եւ Մերի Կարապետյանին եւ մեր ամբողջ աշխատակազմին, շուտով մեր կենտրոնի 26-ամյակը կլրանա։ Շնորհավոր եմ եւ ասեմ շնորհակալություն, որ ես ինքս հնարավորություն ունեմ այդտեղ աշխատելու, որովհետեւ դա մի հարթակ է, որտեղ կարողանում եմ ստեղծագործել շատ սիրելի աշխատակիցներից մեկի Ռոզանա Ֆարադյանի հետ, որն լրագրող է։ Մենք միասին փորձում ենք գեղեցիկ ծրագրեր կատարել եւ այցելուներին գոհ պահել։ Նայեք, ամբողջ համակարգը կատարում է իր աշխատանքը։ Վարորդները տնից բերում են, բուժաշխատողները սպասարկում են, հոգ են տանում առողջության, ֆիզիկական կեցվածքի համար։ Մեր աշխատանքը նրանց հոգին առողջ պահելն է։ Եվ դա ստացվում է, որովհետև համագործակցում ենք։ Ադմինիստրատիվ հարցերով զբաղվում է մի ուրիշ համակարգ, այսինքն պատկերացնում եք, եթե կենտրոնը ստեղծվել է եւ այնտեղ արդեն 20 եւ ավել տարիներ գտնվում է աշխատանքային կազմ, որոնք միասին աճել են, զարգացել են, մեծացել են եւ բոլորը հակված են մի գաղափարի, նշանակում է դա հաղթանակ է։ Շատ կցանկանայի, որ այստեղ էլ բացվեն այդպիսի կենտրոններ, որովհետև մարդիկ շատերը մեծանում են, իրենց աշխատանքից դուրս են գալիս, զբաղվածություն շատ չեն ունենում, մնում են տանը, երեխաներն են աշխատում, այդ ազատ ժամանակը անցկացնեն եւ փորձեն իրենց ինքնագնահատականը բարձր պահել։ Իսկ այդ կենտրոնները հնարավորություն են տալիս, որպեսզի մարդու տրամադրությունը, ֆիզիկական կեցվածք ամեն ինչ լինի բալանսավորված եւ ուշադրության կենտրոնում գտնվելով հանդերձ մեծահասակները շատ ավելի երիտասարդ են մնում։ Այստեղ շատ կցանկանամ, որ բացվի, ինձ թվում է կաշխատի, որպեսզի դուրսը մենակ չնստեն նարդի խաղան կամ պարզապես նստեն ու սպասեն։ Ես բազմիցս նկատել եմ մարդկանց, հասարակ քաղաքացիների, որ Երևանում էի, վերջերս վերադարձել եմ Սյունիքից, դրա համար եմ ասում Երևանում էի։ Առավոտը շուտ իջնում եմ քաղաք ու տեսնում եմ, ասենք, մարդկանց, որ զբոսնում են կամ այգիում նստած նարդի են խաղում, մոտենում եմ, ուղղակի ծանոթանում եմ իրենց հետ, որովհետև հասարակ մարդու իմաստությունը ինձ համար շատ ավելի կարևոր է, քան պարզապես բեմադրված որևիցե իրավիճակ, երբ որ տեսնում ես ու սիրտը ցավում է։ Դրա համար ուզում եմ, որ բոլորը լավ լինեն։ Հեմինգուեյն իր ծերունին եւ ծովը ստեղծագործության մեջ ասում է, որ մեծահասակները շուտ են արթնանում, որպեսզի իրենց օրը երկար լինի, եւ կարծում եմ ձեր աշխատանքը իսկապես օրհնություն է մեծահասակների օրը լցնելու, տրամադրություն ապահովելու մասով։ Այնց մի հարց հետաքրքրեց, դուք տատիկ պապիկ ունեցել եք, իրենց հետ ապրել եք, հիշողություններ ունեք։ Ես մի ամբողջ կյանք երազել եմ, որ իմ տան մեջ տատիկ պապիկ ապրեն։ Միշտ ամառը գնացել եմ Սյունիք, տեսել եմ տատիկիս եւ պապիկիս, բայց նույն հարկի տակ չենք կարողացել ապրել։ Հիմա այն բախտավորներից, երջանիկներից մեկն եմ, ով ունի 160 տատիկ եւ պապիկ։ Ասեմ, որ շատ իմաստուն մարդիկ կան, որոնց հետ զրուցելուց դու կարող ես քո վաղվա օրը շատ ավելի հեշտ անցնել։ Ժողովուրդը
պատահական չի ստեղծում առածներ, ասացվածքներ, թևավոր խոսքեր ու միշտ իմաստուն է ժողովուրդը։ Այդ այնց իմաստուն ժողովրդի հետ էլ անցնում է մեր օրը։ Նոր ներկայացում եք պատրաստում, կուզենամ խոսենք այդ ներկայացման մասին, ինչպես հասկանում եմ, շատ բուրըն արձագանք է ունենալու ներկայացումը։ Ինչ ներկայացում է։ Որտեղից առաջացավ այս գաղափարը, դե այս տարիների ընթացքում ես բազմաթիվ դժվարություններ, առավելություններ ունեցել եմ եւ ինքս էլ հակված եմ յուրաքանչյուր իրավիճակից վերցնել ամենահետաքրքիր գաղափարը, թեկուզ թղթի վրա գրի առնել, որպեսզի դա ապագայում դառնա սցենար եւ բեմադրություն։ Հիմա փորձում եմ սովորել բժշկական ոլորտում, որպեսզի դառնամ բուժքույր։ Ինչու է առաջացել այդ գաղափարը խաղալ ներկայացում, որի վերնագիրն է Nurse Ari, Nurse կոչվում է բուժքույր, բուժաշխատող։ Ես ինքս եկել եմ եւ հակվել եմ այն գաղափարին, որ սա իմ ընտրած վերջին մասնագիտությունն է, որի լավ տիրապետելով ես կարող եմ բուժել անցյալում գտնվող այն բոլոր կերպարներին, որոնց միջոցով անցել եմ ես։ Եվ ես մենակ պետք է ներկայացնեմ 5 կերպար։ Դա հուսամ մոտ ապագայում կլինի, որովհետև յուրաքանչյուր ապրած իրավիճակը, թեկուզ հիվանդին սպասարկելը, նույն Վիկտորի առողջապահական կենտրոնում գտնվել եւ տեսնել ամեն ինչ, վերցրել եմ, խմորել եմ, սարքել եմ սցենար, մի քիչ, դե գիտեք, պետքա մի 40, 50, 60 էջ գրես, որ 10 րոպեանոց ինչ-որ մի նյութ դուրս գա, դեռ խմորման process-ի մեջ է, բայց անպայման խաղալու եմ, որովհետև սա միակ եւ շատ կարևոր որոշումներից մեկն է իմ կյանքում լինել բուժաշխատող եւ դրանով էլ ինձ թվում է կլինի իմ մուտքը այդ համակարգ, բայց միայն ներկայացումից հետո։ Ինչ մասնագիտության մեջ եղել եմ, ինչ արել եմ, ինչ դժվարության, ինչ հաջողության, ինչ ուրախության եւ տխրության մեջ եղել եմ, ամեն ինչին հումորով եմ մոտեցել եւ միշտ մտքիս մեջ ասել եմ, որ սա ֆիլմ են նկարում եւ դու կադրի մեջ ես, շուտով ավարտվելու է։ Երևի դա էլ հենց ինձ ուժեղացրել է, որ ես դեռ մտածում եմ լիքը բան ունեմ անելու։ Դուք ուզում եք դառնալ բուժքույր, բուժաշխատող, բայց ես ձեր զրույցից, հատկապես ներկայացման մասով սցենարից հասկանում եմ, որ ձեզ համար ոչ միայն առանցքային է մարդու մարմինը բուժելը, այլ նաև հոգին, այսինքն նշանակություն եք տալիս նաև հիվանդի հոգեբանությանը շատ հաճախ, այո, եթե ուշադրություն դարձնենք հիվանդի հոգեբանությանը, շատ ավելի արագ կարող է կազդուրվել հիվանդը, շատ հաճախ խնդիրը չի լինում այդքան ֆիզիոլոգիական, ինչքան ներկայացվում է։ Այս թեմայով խոսենք, հոգեբանության մասով էլ խոսենք եւ ինչն է հետաքրքիր, ես ուրախ եմ, որ բուժաշխատողի պես բարդ մասնագիտությունը ընտրում են արդեն իմաստության փուլեր անցած մարդիկ, որովհետեւ դա ուղղակի կաթիլային միացնելը չպետք է լինի, սրսկելը չպետք է լինի, դա յուրաքանչյուր վարք կարող է շատ մեծ նշանակություն ունենալ, յուրաքանչյուր քայլ դիմացինի հանդեպ։ Ինչ նոր պատասխանատվություն պետք է վերցնեք ձեզ վրա։ Բացի մասնագիտական գիտելիքներին տիրապետելը, շատ կարևոր է արժևորել դիմացինին որպես մարդ, որտեղ աշխարհը հիվանդանում է սիրո պակասից, հոգատարության պակասից։ Երբ որ դու մոտենում ես այցելուին եւ փորձում ես նրան քո ներկայությամբ պարզապես ազդակ ուղարկել, որ ես եկել եմ պարտականություն կատարելու, բուժելու եւ հեռանալու, չի վստահելու քեզ։ Բայց երբ որ դու մոտենում ես, որովհետև ինքը քո օգնության կարիքը ունի եւ դու քո հայացքով, քո ներկայությամբ չես ասում, որ դու վատ առողջ ես։ Դու պարզապես նշում ես, որ եկել ես օգնելու։ Մարդու շատ առողջացնում է, երբ դու փորձում ես նրան հասկացնել, որ այո, դու շատ կարևոր ես հասարակության համար։ Եվ բարձր ինքնագնահատական ունենալը դա արդեն առողջության ապահովելու մի մասն է։ Եթե մենք բոլորս միմյանց հանդեպ հոգ տանենք, ոչ թե պարտականություն կատարենք, իսկապես հոգ տանենք, ծերը ինչ է, գործողություն։ Յուրաքանչյուր անելիքի ու արարքի մեջ, երբ որ լինում է սեր եւ կատարում ենք հաճույքով այդ գործողությունը, մենք կարողանում ենք կյանքեր փրկել։
Ես կարող եմ պարզապես մոտենալ մարդուն հարցնել, ինչ դեղամիջոց է անհրաժեշտ, դες փոխանցեմ։ Բայց եթե ես դա պարզապես զուտ կատարեմ, ասենք փոխանցեմ, որ ինքը խմի լավանա եւ չանհանգստանամ, ինքը չի լավանալու։ Բայց եթե ես անհանգստանամ, որ ուզում եմ իսկապես եւ ժպիտով մոտենամ եւ այդ էներգիան ուղարկեմ, այդ մարդը ոտքի կկանգնի։ Ես տեսել եմ այդպիսի իրավիճակ, երբ որ մարդը ցավերի մեջ էր ու ահա որ վատ էր, առաջինը ոչ թե նրան պետք էր դեղ տալ, այլ պետք էր հասկանալ։ Ինձ թվում է իմ բնավորության գծերից մեկը, որի համար ես շնորհակալ եմ իմ ծնողներին եւ իմ արմատներին, մարդասիրությունն է։ Եվ իմ արյան փոխարեն էլ սեր է լցված։ Ու ինձ թվում է, որ մենք կարող ենք այդպիսի մի մեթոդ հորինել եւ թեկուս նոր մասնագիտություն, մարդասիրություն, ինչու՞ չէ։ Տատիկ պապիկները երբ որ մի քիչ տխրում են կամ վատ են զգում, ասում եմ, նայեք, ձեր ճնշումը եթե ցածր է, երգում ենք ժողովրդական։ Եթե բարձր է, երգում ենք ջազ։ Տենց մի հատ հումոր ստեղծվեց, մեկը մոտեցավ ինձ ասեց, ախր հիմա ճնշումս շատ ցածր է։ Ասացի, դե ուրեմն սկսում ենք երգել։ Ուշադիր լինելը վաղվա լավ օրվա համար է։ Պարտականություն կատարելը փակում է բոլոր ճանապարհները։ Այս էլ ձեր նման ամեն օր աշխատանքի գնալուց, ավարտելուց հետո այդպես հուզված եւ շնորհակալ վերադառնում եմ տուն, որ կարողացել եմ թեկուզ մի բաժակ ջուր փոխանցելով իմ հոգատարությունը ցուցաբերել տվյալ մարդու հանդեպ։ Մենք բոլորս ապրում ենք սիրո ապահովության համար, ուրիշ ոչ մի բանի համար։ Եթե մարդուն ասեն հիմա ավարտվում է քո կյանքը, ինքը ապահովություն կփնտրի։ Այո։ Իսկ կյանքը շարունակվում է, երբեք չի ավարտվում։ Այո։ Իսկ կենտրոնում գտնվող տատիկ պապիկները հայ են ազգությամբ։ Հայ են եւ կան Պարսկաստանից, եւ կան Հայաստանից։ Գալիս են ծանոթանում են, ընկերանում են, լավ ժամանակ են անցկացնում։ Պատմում են հիշողություններ Հայաստանի մասին, եթե եղել են հայրենիքի մասին, հայկական պատմություններ պատմվում են ընթացքում։ Պատմում են, իհարկե։ Մենք փորձում ենք այնպիսի ծրագրեր անել, որպեսզի համ կարոտը, համ երիտասարդությունը, համ մանկությունից ինչ որ դրվագներ կամ ստեղծում ենք այնպիսի ծրագիր, որ նրանք երբեք Հայաստանի կարոտը չզգան։ Միշտ ամսվա մեջ տենց մի քանի ծրագրեր լինում է։ Ես իրենցից շատ բան եմ սովորել։ Երբ որ առաջին անգամ ընդունվեցի աշխատանքի ու տեսա մարդկանց, մտածեցի արդյոք կարող եմ սպասարկել, թե ոչ։ Բայց նրանց հոգատարությունը ինձ մոտ մեծ սկզբից դարձավ պարտականություն։ Հետո կապվեցի։ Իսկ հիմա առանց իրենց չեմ կարող։ Այ ես 14 օր ինչ գտնվում եմ այստեղ, բայց կարոտել եմ։ Մեծահասակները ամենաիմաստուն շերտն են մեր հասարակության, բայց նաև ամենաանօգնականն են։ Եվ ես մեր զրույցի ընթացքում նաև հասկացա, որ դուք հիմա ունեք իմ երազանքների մասնագիտությունը, որովհետև իրենք իմ համար ամենախոցելի, ամենասիրելի շերտն են, տատիկ պապիկները, իսկապես որոնցից կարելի է սովորել եւ այո, որոնց պարտավոր ենք սիրել եւ հոգ տանել, եթե լավ մարդ ենք, իդեմս ձեզ Աննա ջան։ Թավոք սրտի մեզ հայրից բախտ է վիճակվել ունենալ մեծ սփյուռք եւ դա չի եղել լավ ճակատագրի հետևանքով եւ մեր հայրենակիցների մի մասը, եթե ոչ մեծ մասը սփռվել է եւ թավոք սրտի հիմա եւս արտագաղթը ահագնացած է, շատերը դուրս են գնում հետ պատերազմյան փուլում։ Կցանկանամ մի քիչ այս թեմայով խոսենք եւ կուզենամ մի հարցից պատասխանեք, ինչ կա Հայաստանում, որը այդպես էլ չեք գտնում Ամերիկայում։ Ես կամ Հայաստանում։ Դա կարող եմ ասել։ Իմ մանկությունը կա Հայաստանում, իմ պատանեկությունը, իմ չարաճճիությունները,
Դժվար է, երբ սիրտդ մի տեղ է, միտքդ մի տեղ։ Բայց նորից պիտի անդրադառնամ այդ մեր կենտրոնին, մեր աշխատակիցներին եւ այցելուներին, որոնց ջերմությունը տեսնելով, որոնց հարգանքը ու սերը վայելելով, ես ստեղծել եմ ինձ համար մի փոքրիկ Հայաստան։ Ու արդեն զգում եմ, որ կարոտում եմ, իսկապես կարոտում եմ։ Թող տպավորություն չլինի, որ ես ասում եմ Հայաստանում վատ է կամ լավ է։ Կամ մի արտահայտություն, որ անհատը հայրենիք չունի։ Ցավոք, այդ արտահայտության վերնագիրը միայն մեր ազգի համար մնաց։ Ես մտածում եմ, որ մենք բոլորս մի օր պիտի վերադառնանք տուն, էլի, ինչքան կարող ենք այնտեղ մնալ։ Ինչ որ մի բան կփոխվի մեր կյանքում ու պիտի վերադառնանք։ Շատերս ենք այդպես ասում, այդ թվում նաև ես։ Ասում եմ պիտի վերադառնամ անպայման, հեսա սա էլ անեմ, նա էլ անեմ, անպայման վերադառնալու եմ։ Չեմ կարող բոլորի փոխարեն պատասխանել, բայց ուզում եմ, որ մեր Հայաստանի Հանրապետությունում, այդ մեր գեղեցիկ քաղաքում մարդկանց վերաբերմունքի, անելիքների ու շփման մեջ հարգանքի չափը մեծանա։ Այ մեր տատիկներից մեկը մի օր ինձ ասեց. «Պետք չի որ դու ինձ սիրես։ Պետք է որ դու ինձ հարգես»։ Տարիներ շարունակ ես այդ արտահայտությունը մտքիս մեջ պահել եմ։ Այո, ճիշտ է ասում։ Եթե դու ինձ սիրես, ասում եմ, մի օր քո սերը կավարտվի, բայց եթե դու ինձ հարգես, դա հարատև կլինի։ Ինձ թվում է մենք բոլորս ունենք այդ հարգանքի պակասը։ Ինչ որ մի հատուկ մեթոդ պիտի մտածենք միմյանց հարգելու։ Երևի դա է պատճառը, որ հեռացել ենք էլի իրարից։ Մենք կարող ենք միասին լինել, երբ որ դժվարություն է, երբ որ ուրախություն է։ Իսկ շատ կարևոր է ոչ թե սկիզբը կամ ավարտը, այլ զարգացումը։ Յուրաքանչյուր հրաշալի ստեղծագործության հիմքում զարգացումն է ընկած։ Երեխան միանգամից չի ստեղծվում եւ ծնվում, զարգացում է, չէ, ապրում։ Պիտի զարգացում ապրենք։ Ինձ թվում է դա շատ կարևոր փաստ է։ Ես վստահ եմ, որ դուք մի օր անպայման կվերադառնաք հայրենիք եւ իսկապես մաղթում եմ, որ ձեզ տեսնեմ հայրենիքում, Աննա ջան։ Ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել ձեր կատարած աշխատանքին եւ ձեր անձնակազմին, որովհետեւ դուք բացառիկներից մեկն եք, որոնք իսկապես կյանք են տալիս, կյանքային են վարում իրենց զրույցները, շատ ազնիվ եւ գրագետ զրույց եք ունենում յուրաքանչյուր ձեր հյուրի հետ, որի կարիքը այսօրվա հեռուստաընկերությունները եւ շատ ստեղծագործական տաղավարներ ունեն։ Կարծում եմ դուք հաղթանակած եք։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ շատ, Աննա ջան, շատ պարտեւորեցնող է ձեր խոսքերը։ Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրոհե պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա on-line shop.grohe.am